Այսպես է սովորեցնում Տեր Ճեյտանյա Մահապրաբհուն, Սաթուն նա է, ով միշտ ճշմարտությունն է ասում, հիմնված սուրբ գրվածքների վրա։ Հասկանում եք դա։ Կա երկու տեսակի գուրու։ Առաջինը կոչվում է Պուդենա գուրու։ Ու նշանակում է նա, ով փչում է։ Բhaktivedanta Prabhupada ասել է, որ երկու տեսակի գուրու կա։ Առաջինը կոչվում է Պուդենա գուրու։ Նա պարզապես փչում է վերքի վրա։ Հնարավոր է ինչ-որ թեթևություն զգաք դրանից, բայց ինչ կլինի հետո։ Վերքը էլ ավելի շատ կխորանա և ներսում թարախ կհավաքվի։ Դուք չեք կարողանա դիմանալ։ Միգուցե մահանաք նաև, որովհետև կարող է քաղցկեղ կամ այլ խնդիր սկսվել։ Իսկ երկրորդ տեսակի գուրուն կատարյալ գուրու է, կատարյալ բժիշկ։ Տեսնելով վերքը, նա կմշակի այն, դեղորայք կդնի, որպեսզի վերքը փափկի, այնուհետև ինչ, մի բժշկական դանակ կվերցնի և ողջ թարախը կհեռացնի։ Այնուհետև կրկին դեղորայք կդնի և կվիրակապի։ Սկզբում, երբ գուրուն, այսինքն բժիշկը, վիրահատում է, դուք ցավ կզգաք։ Այդ պահին միգուցե դուք հրեք Սաթուին, գուրուին, բժշկին. «Հեյ, ոչ, ես չեմ ուզում», բայց բժիշկը ուժ կկիրառի և վիրահատությունը ավարտին կհասցնի։ Իսկ հետո 7 օր անց վերքը կլավանա, դուք ամբողջությամբ կապաքինվեք և ներողություն կխնդրեք բժշկից. «Օ Մահարաջ, կներեք, որ ձեզ այն ժամանակ կոպտեցի»։ Իրական գուրու ինչ է նշանակում։ Նա վիրահատում է ձեր սիրտը, իսկ նրանք, ովքեր իրական գուրու չեն, նրանք պարզապես փչում են։ Դա նշանակում է, որ նրանք կասեն. «Լավ, կարող եք անել ինչ որ անում եք, դիլեք դնելու կարիք չկա, Տուլասի մալայի կարիք չկա, միայն սուրբ անունները կրկնիր»։ Ոչ, դա իրական գուրու չէ։ Նրանք խաբեբաներ են, ստախոսներ։ Դա կոչվում է պրավանչակ։ Պրավանչակ նշանակում է խաբեբա սաթու, ստախոս։ Կատարյալ հռետորները, կատարյալ գուրուները, կատարյալ ճշմարտություններ են ասում շաստրաներից։ Դուք կարող եք ընդունել, սակայն ոչ։ Միգուցե դուք ցավ եք զգում, միգուցե ես վիրավորանք հասցրի ձեր լոտոս ոտքերին։ Մի ընդունեք ոչ մի վիրավորանք, որովհետև դա այն պարտականությունն է շաստրաներից ճշմարտությունն ասելը, և այն, ինչ ես սովորել եմ գուրուից և վայշնավներից։ Ես ինձանից չեմ խոսում, այլ պարզապես կրկնում եմ այն, ինչ 30 տարիների ընթացքում լսել եմ իմ Գուրուդևի լոտոս շուրթերից։ Ես 30 տարի է Գուրուդևի հետ եմ և լսում եմ նրա լեկցիաները, նույն բաները փորձում եմ կրկնել։